Երևանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Բարգավաճ Հայաստան կուսակցության առաջնորդն այսօր կարճ արձագանքեց վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։ Նա սպառնացել էր մեջբերում եմ Ծառուկյան Գագիկ լեզուդ երկարել է, լակոտիդ բռնելու ենք մեջբերման ավարտը։ Փաշինյանը նկատի ուներ Ծառուկյանի հետախուզվող որդուն, որը մեղադրվում է զենքի գործադրմամբ, խուլիգանության եւ հափշտակության մեջ։ Տղեն մի անգամ առաջնագծում չի կրակել։ Կոտայքի մարզում կրակել է եւ հիմա փախած է եւ բռնելու ենք, բերենք նստացնենք, լակոտ չես փախնելու ոչ միտեղ, չես փախնելու, հերդ էլ քեզ չի փրկելու, հորողբերդ Ռոբիկ հորողբերդ էլ քեզ չի փրկելու, ոչ մեկ չի փրկելու։ Հիմնական քաղաքացիական մեջ ամբողջ աշխարհում կարգ կա, կանոն կա, որ երբեք ու երբեք ընտանիք, երեխա, ծնող, մայր չի կարելի տվյալ մասին խոսել։ Հարցկացողի մասին խոսեն։ Ես երբեք ինձ թույլ չեմ տա, իմ կլասը չեմ գցի, որ ես պատասխանեցի, որ հիմնական հարցը ես նորից եմ ասում, որ քաղաքացիական մեջ ընտանիք մտնել, երեխա, ծնող ասելը դա ընդունված չի։ Ես էլ իմ կլասը չեմ գցելու երբեք, ոնց կամ այդպես մնար։ Թե Փաշինյանն ինչպես էր առանց դատարանի որոշման արդեն բանտ նետում Ծառուկյանի որդուն չբացատրեց։ Իսկ Գագիկ Ծառուկյանը երեք լրագրողների հետ զրույցում ակնարկել էր, թե 2024-ից հետախուզվող որդին, եթե Հայաստան գա, ապա իրեն կարող են ցավեցնել։ Որ ասում են կրակել է տղաս, այդպես բան գոյություն չունի։ Ով որ կրակել է, զենքը տարի հանձնել է, 3 փամփուշտ պակած, ասել է որ կենթաներ մոտ դուրս եկե, որ օդ է կրակել, վրանց վրա չհարցակվեր։ Տվածա ցուցմունք է։ Տղայիս հետ եղել են 5 հոգի, որ 5-ն էլ այսօր դուրս են, բաց թողած են։ Բայց ինչի՞ չի գալիս, ի՞նչ նախանցիրա։ Ուզում եք ինձ ցավացնեն, եղբայրջան, գան որ ասենք Ծառուկյան, սենց պետք է լիսենս լինի, որ գան նստել, ես իրենց ասածները չեմ անել։ Հայաստանի դատախազությունը դեռ նախորդ տարվա հունվարին էր դիմել Բելարուսի գլխավոր դատախազությանը Նվեր Ծառուկյանին հայ իրավապահներին հանձնելու միջնորդությամբ։ Բելարուսից պատասխանել էին դա կանեն, երբ Ծառուկյանին իրենց տարածքում հայտնաբերեն ու ձերբակալեն։ Այս միջնորդությունից ավելի քան 1 տարի է անցել, բայց Նվեր Ծառուկյանը դեռ չի վերադարձվել Հայաստան։ Իսկ Կրտսեր Ծառուկյանի մասնակցությամբ միջադեպը տեղի էր ունեցել 2024-ին Ծաղկաձորի խաղատներից մեկում, որտեղ կրակոցներ էին հնչել։ Իրավապահների պնդմամբ դեպքից հետո նա եւ թիկնապահները հեռացել էին իրենց հետ տանելով խաղատան DVR սարքերը, որոնք պահպանում են տեսախցիկների ձայնագրություններն ու ամենակարևոր ապացույցն են։ Ավելի վաղ փաստաբանը հայտարարել էր, որ Ծառուկյանի որդին չի ընդունում մեղադրանքը ու ոչ թե փախել է, այլ գործուղման մեջ է, Ռուսաստանից գնում է Բելարուս եւ հակառակը։ ՔՊ-ից նաեւ Ռուբեն Ռուբինյանն էր երեք կարճ ռիլով անդրադարձել Ծառուկյանի ենթադրյալ շանտաժի մասին հայտարարությանն ու հարցրել. իսկ հնարավոր է, որ Բելարուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն է Ծառուկյանին թելադրում եւ գուցե դրա համար է Ծառուկյանը խուսափում Լուկաշենկոին քննադատել։ Ռուբինյանը նաեւ ասել էր Լուկաշենկոն հայտարարել է, թե Ադրբեջանի հետ քննարկել են 44-օրյա պատերազմի թեման։ Իդեպ հիշեցնենք, Բելարուսի նախագահը շնորհավորել էր Ադրբեջանին իր որակմամբ տարածքներն ազատագրելու համար։ Ծառուկյանին հարցրինք, ասելիք ունի իշխանությանը։ Ընկերությունը ուրիշ բան է, պետական չինովնիկները ուրիշ բան է։ Երբ որ մարդիկ այդքանը կարողանան հասկանալ։ Լավ, ես թեման ազգ այդ բաներին դու կարաք հավատալ։ Ծառուկյանի նախընտրական քարոզարշավի շրջանակում այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանում էր, որտեղ ըստ քաղաքապետարանի օրերս ծեծի էր ենթարկվել թաղապետարանի աշխատակիցը։ Ավագանու քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավարը սլաքները դեպի Բարգավաճ Հայաստան կուսակցություններ ուղղել, նշելով, որ միջադեպը տեղի է ունեցել Հայրենիք կինոթատրոնի շենքից ԲՀԿ-ի քարոզչական պաստառը հեռացնելուց հետո, ինչը պահանջներին չի համապատասխանել։ Ծառուկյանից հետաքրքրվեցինք, փորձել է պարզել իր թիմակիցներն ինչ կապ ունեն միջադեպի հետ։ Լավ, անարմար է տեսա։ Պետարանը պնդում է, որ ես տեղյակ չեմ։ Ով ասել է գնացեք իրեն հարցեք, դավայ, գնացեք։ Քարոզարշավի դուրս եկած ԲՀԿ առաջնորդը, որ մինչև այս պահը չի բացահայտում, թե ով է իր ուժի վարչապետի թեկնածուն, այսօր կրկին հայտարարեց Հայաստանում կրթությունն անվճար է դարձնելու։ Հարցրինք, ինչպես, ինչ քայլերով, չմանրամասնեց, այսօր նա տրամադրված չէր լրագրողների հարցերին պատասխանել։ Ով է դրանում կասկածում, ես ում եմ հասկացել։ Աննարի ոչինչ կա։ Առաջինը կրթության համար հարկավոր է, որ Բոլոնիայի ծրագիրը չեղյալ համար է։ Իհարկե, բոլոր Այսինքն դու մինչև այսօր չգիտես ինչ։ Հա, բացատրեն, որ 12 տարի լինի 10 տարի, շնորհակալ։